Ես ուզում եմ էլի վերադառնալ ժողովրդագրության հարցին, որտեվ ավելի կարևոր բան երկրի համար, քան բնակչությունն է, կայուն բնակչությունը, աճող բնակչությունը կամ գոնե չնվազող բնակչությունն է, ես կարծում եմ, որ չկա։ Բայց ես կարծում եմ, որ մենք ստեղ ամեն դեպքում շատ զուսպ ենք մեր միջոցառումների մեջ եւ կարծում եմ, որ պետք է լինենք ավելի համարձակ եւ ինչու ոչ նաեւ ագրեսիվ։ Ասեմ ինչի։ Տեսեք, պարոն Մկրտչյանը արդարացիորեն խոսեց մեր դեմոգրաֆիկ ծառի դեֆորմացված լինելու մասին եւ ես ուզում եմ մի երկու մոտավոր տվյալ ասել։ Այս պահին բնակչության ամենամեծ խումբը 30-ից 50 տարեկան անձիկ են։ 30-ից 50, ամենաաշխատունակ եւ միևնույն ժամանակ ամենամեծ խումբը, որից առաջ էլ կա մեծ ճեղք եւ որից հետո էլ գալիս է մեծ ճեղք։ Եվ այսինքն մենք, այս քաղաքացիներն, այսինքն մենք մոտավորապես ստեղ ներկա բոլոր անձիկ որոշակի ինչ որ շեղումներով 20 տարի հետո, եթե չունեցանք մեր փոխարինողները, մեզնից հետո եկող, մենք ունենալու ենք եւ աշխատուժի խնդիր լուրջ, անկախ նրանից իդեպ աշխատանքի արտադրողականությունը ինչքան կմեծացնենք, որտեվ ես գիտեմ, որ դրա վրա ենք աշխատում եւ աշխատանքի արտադրողականություն շատ կարեւոր է, բայց նաեւ մենք ունենանք սպառման խնդիր, հարգելի գործընկերներ։ Մենք սպառող չենք ունենալու մեր շուկայում, մեր տնտեսության մեջ։ Եվ սա նաեւ ուղղակիորեն նշանակում է, ես դες կարող եմ նաեւ որոշ օրինակներ էլ բերել, որ մեր երկրում երկարատև ներդրումներ անող մեծ ընկերությունները նայում են նաեւ այս թվերին։ Այս թվերին, լավ, ես որ հիմա ներդրում անեմ, ես 5-10 տարի հետո աշխատող ունենալու եմ, թե չէ։ Կամ եթե ներդրումը ենթադրում է նաև ապրանքի արտադրություն եւ տեղում սպառում, ես 5-10 տարի, 20 տարի հետո սպառում ունենալու եմ, թե չէ։ Այս ինչ եմ ասում, էլի, որտեվ սրանից ավելի կարևոր բան մեր երկրի համար չկա, չի կարող պարզապես լինել, ու սա վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին, ընդհանուր մինչև ժամանակին բնակչության ենթադրյալ ավելցուկ ունեցող երկրներին, Չինաստանի նման երկրներին, Հնդկաստանի նման երկրներին, բոլորը ունեն այս խնդրեմը։ Չինաստանն էլ է կրճատվող բնակչության խնդրի առջև կանգնած, մեր հարևան մեծ երկրներն էլ են ինչ որ չափով կանգնած, չնայած իրանք բացարձակ թվով մեծ են։ Եվ ես անդադար սրա մասին խոսալու եմ եւ խոսալու եմ նաեւ լուծումների, նորից եմ կրկնում, պրոգրեսիվության կամ նույնիսկ ագրեսիվության մասին։ Ու ինչ լավ է, որ պարոն Դանելյանն էլ ստեղ ներկա է։ Հեսա կասեմ ինչի, պարոն Դանելյան, ձեր մի հայտարարության հետ կապված, որին կարձագանքեմ։ Տեսեք, ծնելությունը խթանելը ամենակարևոր գործիքներից մեկն է, բայց մենք էլի ինչպես պարոն նախարարը ճշմարտացիորեն նշեց, մենք մայրական կապիտալի խնդիր ունենք։ Եվ ոչ միայն սելեկտիվ աբորտների պատճառով, որը կարևոր է, այսինքն տասնյակ հազարավոր կանայք, աղջիկներ չեն ծնվել, որոնք այսօր պետքա ծննդաբերեին, այլ տասնյակ հազարավոր կանանց եւ տղամարդկանց, աղջիկների եւ տղաների։ Եվ իդեպ շարունակում են դեռ չծնվել, մենք ունենք մինչեւ հիմա վատ վիճակագրություն 109-ը մոտ 100-ի։ Բայց նաև արտագաղթի պատճառով, այսինքն մեր ժամանակին ծնված սերունդը ինչ որ տարիների ընթացքում որ արտագաղթել է, հիմա այս պահին մենք ինչքան էլ որ խթանենք եւ մենք ունենք դրական ցուցանիշներ, այդ ուզում եմ ասել, այսինքն մեր պտղաբերության ցուցանիշը աճում է։ 1.9-ը դարձել, 1.5-ից, 1.6-ից եւ ինքը վատ տենդենս չի, բայց քանի որ բացարձակ թիվը այդ պտղաբեր տարիքի կանանց թիվը ցածր է, մենք ունենում ենք նույնիսկ աճող պտղաբերության ցուցանիշի դեպքում իջեցող ծնունդներ, նվազող ծնունդներ։ Մենք ամեն տարի 1000-2000 ծնունդ մինուս ենք ունենում, հարգելի գործընկերներ։ Նույնիսկ եթե պտղաբերության թիվը բարձրացնենք, կարող է գա մի հատ պահ, որ չեմ կարող հիմա թիվը ասեմ, ինչքան թվի դեպքում մենք ունենանք աճող ծնունդներ, որտեղ ամեն դեպքում կանանց թիվն էլ իջնում է։ Եվ մենք անխուսափելիորեն պետքա պատասխանենք այս հարցին։ Մենք այնուամենայնիվ կազմակերպված ներգաղթ անելու ենք, թե չենք անելու։ Ես հիմա շատ մոդայիկ արհեստական բանականությանը հարցրել եմ այսօրվա տենդենսների պահպանման դեպքում առանց կտրուկ ֆորս մաժորների, որ ասենք մոտավորապես ունենք այն ինչ ունենք։ Կայուն ազգաբնակչություն ապահովելու համար, այսինքն 3 միլիոն մարդ ազգաբնակչություն ապահովելու համար, մեզ տարեկան ինչքան ներգաղթ է պետք։ Պատասխանը 20,000 հոգի տարեկան։ Պարզա որ դա պետքա լինի կազմակերպված։
պետք է լինի կազմակերպված, թիրախավորված, համապատասխան երկրներից, որոնք որ մեր համար ընդունելի են, ոչ թե Ադրբեջանից, պարոն Դանելյան, ինչպես դուք այնի մի ելույթից հետո ասացիք, որ Արսեն Թորոսյանը կոչ է անում ադրբեջանցիներին լցնել Հայաստան, որակավորված ինչ որ չափով, որոնք որ կլինեն մեր աշխատաշուկային համապատասխան, բայց մենք պիտի անենք դա հարգելի գործընկերներ։ Ես օրինակ իմ համար անընդունելի է, որ մեր ռազմավարությունը տալիս է հետևյալ արդյունք, որ մենք եթե չանենք այս ռազմավարությունը, կունենանք 2.5 միլիոն բնակչություն, իսկ եթե անում ենք, կունենանք 2.7 միլիոն բնակչություն։ Այդ իմ համար անընդունելի նպատակ է ռազմավարության։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք ավել ազգաբնակչություն, քան այսօր է, ու դա անում են աշխարհի բոլոր երկրները։ Ես օրինակներ բերել եմ կառավարության հարցու պատասխանի ժամանակ, եւ եվրոպական երկրների օրինակներ, որոնք մեզնից հնայով շատ բարձր են եւ per capita եւ ընդհանուր, եւ նաեւ, ասենք, մեզնից ավելի ցածր հնայով երկրների եւ post-սովետական։ Հիմա անունները նորից չտամ, մեն անգամ ասել եմ։ Եթե իրանց մոտ դա ստացվել է, ես չեմ հասկանում, թե ինչի մեր մոտ չպետք է ստացվի։ Անկեղծ չեմ հասկանում, ստացվել է։ Մենք ունենք երկրներ, որոնք որ կարողանում են այդ հարցին ավելի ուրիշ նպատակների շրջանակներում առաջ գնալ։ Եվ կներեք, բայց այն արխայիկ մոտեցումները, մոտավորապես որ տենց ամեն ինչ որ բանա մեր այս պատկերացրածի մեջ չի տեղավորվում, մենք տենց վախենում ենք ու պարզապես տենց աշկերներս փակում ենք, ասում ենք, չէ, դա չանենք, ես խոսքը ձեզ չի վերաբերում եւ ձեր գերատեսչությանը հատկապես, դուք ամենա բանն եք, այդ առումով պրոգրեսիվն եք։ Մեր մյուս գերատեսչությունները, որոնք նաեւ կարծիք են տալիս ազգային անվտանգության ծառայություն, պիտի անունները տամ, ներքին գործերի նախարարություն, միգրացիոն եւ այլն մնացած ծառայություններ։ Իմ համար կներեք, բայց հասկանալի չի, որտեվ այսօր այդ կարծիք տվող մեր գործընկերները, այդ թվում ես եւ դուք 20-30 տարի հետո լրիվ ուրիշ գործերի կարող է մի մասս էլ արդեն, չգիտեմ, ուրիշ պատճառներով հրաժեշտ տված լինենք այս կյանքին, բայց այս երկիրը պետքա զարգանա։ Ու սա զարգացման ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է, ամենակարևորն է, ժողովուրդ ջան։ Սրանից ավելի կարևոր բան չկա։ Ես հիմա սա հարց չեմ տալիս, պարոն Մկրտչյան, որ դուք անպայման արձագանքեք եւ հակադարձեք, թեև իհարկե կարող եք դա անել։ Ես ուզում եմ սա եւս մեկ անգամ բարձրացնել։ Ամեն առիթ որ լինի, ես այս հարցը բարձրացնելու եմ ու պրծում չի լինելու, քանի դեռ մենք չենք փոխել մեր կոնսերվատիվ մոտեցումները, ասում եմ, գոնե պրոգրեսիվ մոտեցումներ, գոնե Թեև իմ դեպքում պիտի լինի, իմ կարծիքով պիտի լինի ագրեսիվ։